Ոնց որ բազմաթիվ փնտրտուքներից հետո ընտրվեց հագուստը, բավականին մեծ, շատ երկար Առաջնահերթ նայեցինք մի քանի հարսանյաց սրահներ, ոնց հասկացանք ոչ մեկից դուրը չեկավ։ Հիմա մի փոքր բացենք, տեսնենք ինչ կա, ճիշտ են ուղարկել պատվերները, բայց ձեր ասված unboxing-ը կթողնենք հաջորդ տեսանյութին։ Աղջկա ծնողների հետ միասին ընտրենք հարսանյաց սրահը, հետո նայենք հարսի շորեր։ Երևի խոսքերով եւ բառերով պետք էլ չէ բացատրել այն ապրումները, այն զգացողությունները։ Շատ մեծ դժվարություններ եւ փորձություններ անցան ինձ հետ իմ երեխաները։ Արեցի ամենը ուրախ մանկություն ապահովելու համար։ Իր առաջին դպրոցական հագուստները 07/2025 զինվորիս հարսանիքը։ Եվ այսպես սկսում ենք այստեղից։ Իմ մեջ միացնի, իմ Ռիփսիմե եկեղեցի։ Եկել եմ սրտիս խոսքը ասելու, շնորհակալությունս հայտնելու, էմոցիաներս արտահայտելու։ Չգիտեմ էլ ինչ խոսքեր ասեմ, ինչպես շնորհակալություն հայտնեմ Աստծուն, որ վերջապես ես էլ արժանացա երեխայիս թակն ու պսակը տեսնելուն։ Եվ կարծես որպես խորհրդանիշ իմ դեմ դուրս եկան հարսն ու փեսան։ Ամենակարող արարիչ Աստված, միայն դու գիտես, դու ես տեսել իմ անցած ուղին, իմ դժվարություններն, իմ փորձությունները, եւ որից հետո որոշեցիր ինձ տալ իմ կյանքի ամենաբաղձալի օրը, որ ես էլ տեսնեմ իմ զավակի երջանկությունը, թակն ու պսակը, շնորհակալ եմ, Տեր։ Ներողություն եմ խնդրում, Տեր, որ երբևէ հավատս սասանվել է, կարծել եմ ինձ բաժին չի հասնի, որ իմ տանն էլ ուրախություն տեսնեմ, թակ, պսակ, երգ ու պար նվագ և ուրախություն, շնորհակալ եմ, Տեր։ Ծնկաչոք աղոթում եմ, շնորհակալություն եմ հայտնում կյանքիս ամեն մի պահի համար, անգամ դժվարին օրերին, շնորհակալ եմ զինվորիս տուն դարձի համար, փորձանքից ու չարիքից պահպանելու համար։ Դե ինչ, թող Աստված օրհնի բոլորիս և այսուհետ իմ կյանքի շարունակությունը, ընթացքը հետագան և իմ զավակների երջանկությունը կրկին ուղղորդվի միայն Աստծով։ Շնորհակալ եմ, Տեր։ Գիտեք, չէ, չեմ կարծում, չգիտեք, չեք էլ կարող իմանալ իմ անցած ուղին, դժվարությունները, անգամ այն հողը գետինը, որի վրայով ես քայլում եմ, որտեղ ձեզ այս տեսանելի գեղեցկությունը, ծաղիկները, վարդերը, բնությունը, ծառերը, այս հրաշք այգին եղել են ընդամենը, չէ, կարելի ասել ոչինչ էլ չեն եղել, միայն փուշ, քար, կարիճ, օձ, վտանգավոր սողուններ և մարդու կյանքի համար ամենավտանգավոր մի վայր։ Բայց ոչինչ, սրան էլ դիմացա։ Իմ երկու ձագուկների հետ միասին կարելի է ասել այս ամայի դաշտավայրում, ինչպես ինձ, Աստծուն և երեխաներիս խոսք էի տվել, կստեղծեն անհավանական հրաշքներ, իմ ձեռքերով, միայնակ, և դա կատարեցի Աստծո օրհնությամբ։ Միևնույն է, ինչ էլ ասեմ, չեք պատկերացնի, թե ինչ դժվարությունների միջով կարելի էր անցնել, հասնելով այս ամենին, մեծացնելով երկու զավակներ և սպասելով այն բաղձալի օրվանը, որ մի օր զավակներդ քեզ կհատուցեն հենց իրենց երջանկությամբ, թակ ու պսակով և հենց իմ տանը, իմ բակում կհնչի դհոլ զուռնան, ծափ ու ծիծաղ ուրախություն։ Հուսահատության պահերը երբեմն թույլ չէին տալիս հավատալու,
որ ես էլ կտեսնեմ այդ ուրախությունը, երջանկությունը։ Դե ինչ, գրեթե մոտենում է այդ օրը։ Վերջապես, առաջին անգամ իմ տանը, իմ բակում, առաջին ուրախությունն է լինելու, առաջին նվագը, ծափն ու ծիծաղը, երջանկության ձայները, ուրախությունը, էմոցիաներս այնքան խառն են, կուտակված, մտքերս խառնաշփոթ, հուզմունքից կարծես մոլորված լինեն։ Ինձ թվում է իմ կյանքում առաջին անգամ եմ ինչ-որ ուրախության զգացում ապրում։ Երբեք այս չափ ուրախություն չեմ զգացել, ոչ իմ ծննդյան արարողության, ամուսնության, անձնական կյանքի այլ առիթներով, սա միակն է և առաջին անգամ, թող Աստված օրհնի, ինչպես ասում են, ես էլ արժանացա զավակի ուրախություն տեսնելու, շնորհակալ եմ Տեր։ Դե ինչ, իմ տղայիս, Նարեկիս կյանքի դրվագներից։ Շատ մեծ դժվարություններ և փորձություններ անցան ինձ հետ իմ երեխաները, արեցի ամենը ուրախ մանկություն ապահովելու համար։ Եվ այսպես, Նարեկիս ծնունդ, մանկություն, Եվ ահա, սեպտեմբերի 1 առաջին դասարան, իր առաջին դպրոցական հագուստները, իսկ իմ էմոցիաները անբացատրելի են, խոսքեր չեմ կարող ասել։ Առաջին գիրքը, այբենարան, առաջին նստարան, հուզված աչքեր, ապա անցան դժվարին 10 տարիներ, մայիսի 25 կրկին նոր հագուստներ, այս անգամ վերջին զանգ։ Ապա ամիսներ անց ծառայության ուղեգիր։ Աղջիկներ, Երիստոտ, տասն, Սիրում եմ քեզ իմ մամա, մի վշտանա, քոզ իմ որը տուն կգա, սիրում եմ քեզ իմ մամա, մի վշտանա Իսկ ես խոստացել էի 2 տարի շարունակ իմ տղայի նկարով պատկերը զինվորի համազգեստով պետք է կրեմ իմ մեքենայի վրա մինչ իր վերադարձը։ Որին պարտքը տամ քեզ, մոթը պարտքը գամ 2020 թվական սեպտեմբերի 27 պատերազմ։
Երևի խոսքերով եւ բառերով պետք էլ չէ բացատրել այն ապրումները, այն զգացողությունները, ինչի միջով անցանք մենք, ծնողներս։ Եւ իմ շրթունքները շշնջում էին միայն նարեկս, նարեկս, նարեկս։ Ինչքան եւ ինչով եմ պարտք Աստծուն այս օրերի համար։ Երևի մի ամբողջ կյանք, իմ կյանքն էլ բավական չէ։ Իմ բարեն, իմ զինվոր տղան հասավ տուն։ Այն աննկարագրելի էմոցիաներ են, որտեղ էլ չկար գիտակցություն, գրեթե խենթության աստիճան։ Զինվոր բալիս Աստված բերեց հասցրեց ինձ, իմ գիրկը, շնորհակալ եմ, Տեր Աստված։ Ես մեր զինվորը։ Что снова майда երբեք չի խոնար վիճարի առաջ աշարացի Իսկ այստեղ տղայից մեքենա գնելու պահն է։ Ինքը որոշեց իր ցանկությամբ, պարզապես հասարակ, ամենօրյա օգտագործման համար գնել այս Opel Magnish-ի ավտոմեքենան, որը դարձավ հետագա ամբողջ, կարելի է ասել իր երկրորդ կեսին գտնելու պատճառը։ Այն որ ասում են խերով մեքենա, ահա, էս է որ կա։ Ուզել է Opel, ոչ ծախսատար ամենօրյա աշխատանքի համար, խնդիր չկա, գնեց, բերեց։ Սա էլ մեր Կարինկան, Նարեկի սերը, մեր Հարսիկը, որտեղ իրենց ծանոթության համար հենց պատճառ է հանդիսացել այս մեքենան։ Հիշում եք, չէ, անակնկալ նշանադրության առաջարկը, որտեղ բավականին լացացրեց Կարինկային։ Այն, ինչ որ զգում եմ ես, ինչպես կկարողանամ բացատրել, ներկայացնել, հաղորդել ձեզ, չէ, չի ստացվի։ Իմ զգացածը չեմ կարող ոչ մի կերպ արտահայտել, որ իրական այն զգաք դուք, թե ինչ է կատարվում իմ ներսում։ Հուզմունք, ուրախություն, զարմանք, հաճելի եւ էմոցիոնալ զգացողություններ ամբողջը խառնվել են իրար, չգիտեմ ինչպես խոսեմ, ինչպես սկսեմ, ինչպես ներկայացնեմ։ Դե ինչ, պարզապես անցնում ենք առաջ։ Միայն իմ Աստծո օրհնությամբ, որը եղել է իմ ապրած տարիների ընթացքում ինձ հետ միասին, իմ ընտանիքի, իմ բոլոր դժվարությունների ժամանակ։ Եվ այսօր ես անչափ շնորհակալ եմ Աստծուց անկախ ամեն դժվարություններից։ Դե ինչ, առջևում հարսանիք է, զինվորիս հարսանիքն է։ Դե ինչ, դուրս եկանք տանից, պատրաստվեցի, այսպես գեղեցիկ հագնվեցի, գնում ենք աղջկա ծնողների հետ միասին, ընտրենք հարսանյաց սրահը, հետո նայենք հարսի շորեր, այսպես շարունակ, դե այսպես էլի, հարսանեկան պատրաստության զիզիբիզիներ, դե սուդեն գործեր, դե ինչ գնացինք։ Նարեկ տղա, իլուր բոլորի հայտարարում եմ, մյուս անգամ սենց արագ ես քշել, էլ քո կողքը չեմ նստի։ Ահն, վերցրեցին Կարինկայի ծնողներին, այսինքն իմ խնամիներին եւ գնում ենք, տեսնենք ինչ կա չկա հարսանիք անելու համար, հարսանյաց սրահ, հագուստներ, դեսուդեն, զիզիկ-բիզիկներ, ինչպես նախորոք ասացի։ Առաջնահերթ նայեցինք մի քանի հարսանյաց սրահներ, ոնց հասկացանք ոչ մեկից դուրը չեկավ, տեղը, տեղանքը, սրահը, աթոռները, գույները, կարճ ասած, հարս ու փեսային դուր չեկավ։ Ես էլ արդեն զգում էի, որ էներգիաս բարձրանում է, շուտվանից չարություն չեմ արել, պետքա մի բան անեմ, որ հանգստանամ, այսպես։ Սկսեցի չարաճճիություններ անել։ Ահա, այս էր մյուս հարսանյաց սրահը, ոնց որ թե էլի դուրները չեկավ, կարճ ասած գնացինք, տեսնենք ինչ նոր տեղ են գտնելու։ Մեկ էլ հանգարց շատ պատահական անցնում էինք Բանգլադեշ ասված տարածքով եւ տեսակ շատ հետաքրքիր հարսանյաց սրահ փորձեցինք մոտենալ, մտնել, տեսնել ինչ կա չկա այդտեղ եւ շեմից հասկացա, որ իմ երազում տեսել եմ հենց այս սպասասրահը, այստեղ ամենով աստիճաններով։
Այն ունի 3 հարկ, ճիշտն ասած բոլորս էլ հավանեցին երկրորդ հարկը շատ գեղեցիկ ձևավորում ունի, հապա նայեք։ Բավականին կենտրոնական հատված, զբաղված էին հյուրերը շատ էին, այսինքն այստեղ նախընտրում են մարդիկ։ Հարսանյաց սրահի անունն էր VSV, ճիշտն ասած առաջին անգամ էի լսում, բայց այն մեզ շատ դուր եկավ։ Բավականին լուսավոր, ընդարձակ, գեղեցիկ ձևավորմամբ։ Վերջ, եւ այսպես, հասկացանք, որ հենց սա էլ ընտրում ենք, բոլորի սրտով է։ Այնուհետև գնացինք Հարսանյաց հագուստների վարձակալման սրահ։ Հակել ես ավանտանասյանը Լիքը շորեր, բավականին մեծ, պուճուր, պուպուշիկ, լայն, նեղ։ Դե մինչև Կարինկան էլ կփորձեր կընտրեր, թե որն է ուզում, ես էլ սկսեցի չարություն անել։ Ախր էներգիա շատ էր բարձրացել, արդեն շատ էի խելոք մնացել։ Ահա, ոնց որ բազմաթիվ փնտրտուքներից հետո ընտրվեց հագուստը, բավականին մեծ, շատ երկար պոչով, ինչպես ասում ենք, կարևորը Կարինկայի սրտով է։ Ահա, եւս մեկ խորհրդանիշ իր ետևից պոչով գցեց իրեն խանգարել փորձող այլ հարսնացուներին։ Ահա։ Այստեղ էլ փորձում ենք ընտրել բազմաթիվ թագերի միջից լավ ընտրություն։ Դե ինչ, հարսիկը ոնց որ թե պատրաստ է, մեր Կարինկան։ Հա, իմիջիալոց, այդ Կարինե անունն էլ միստիկա է, չէ՞, ինչպես իմ կյանքում ամենն է, ինչպես արդեն բոլորդ գիտեք։ Իմ տղան իմ համար նվեր է ընտրել, նույն անունով։ Պարզապես իրեն պետք է դիմենք Կարինկա, ինչպես ինքն է ցանկանում։ Անցանք հաջորդ օրվան, կատարվում է շինարարական աշխատանքներ, ննջասենյակն ենք վերանորոգում, պատուհանները փոխում մեր տանը։ Հաջորդ առավոտյաններ կահույքն ենք տեղափոխում, այնտեղ սենյակը պետք է ձևափոխենք։ Այստեղ ես էլ փրչոտ աշխատանքային շոուերով, այսպես էլի տղավարի գործերի մեջ, մի հատ նայեք ինչ ծիծաղալու է։ Մի քանի օր անց էր գնացի ոսկեղեն ընտրելու, իմ պատկերացմամբ մի քանի տարբերակներ նկարեցի, նկարահանեցի, բայց իրականում այն չէր համապատասխանում նշանադրության մատանիներին, որոշեցինք մեկ այլ օր միասին բոլորով գնանք ոսկեղենը ընտրելու։ Այ ընկերներ ջան, մեկ էլ այս նկարահանման մոնտաժման ժամանակ զանգահարեցին, որ մեր պատվերները բերել են։ Ամբողջը հարսանեկան արարողությանը վերաբերվող, իսկ ինչ պատվերներ են, դա կթողնեմ հաջորդ տեսանյութին, երկրորդ սերիայում, ինչպես ասում ենք, ամբողջը հարսանեկան արարողությանը վերաբերվող։ Հիմա մի փոքր բացենք, տեսնենք ինչ կա, ճիշտ են ուղարկել պատվերները, բայց ձեր ասված unboxing-ը կթողնենք հաջորդ տեսանյութին։ Այստեղ ձևավորման պարագաներն են, տան, բակի, Հարսանյաց արարողության համար, ինձ համար կարվող երեկոյան զգեստի դետալներն են, սպասեք, տեսեք ինչ հետաքրքիր հրաշքներ են սպասվում։ Կտեսնեք ինչ գործվածքներ են պատվիրել և ինչպես եմ շքեղ կարում ինքս իմ երեկոյան զգեստը, լինելու է հրաշք։ Դե ինչ ձեր ասված unboxing-ը հաջորդ տեսանյութին։ Ու
այստեղ շատ պատահական կրկին միստիկա, երբ գրկեցի Կարինկային, վառվող մոմերը սկսեցին պայթել, անգամ ձայներ դուրս գալիս, ինչպես ասում ենք ճտճտոցը։ Դե մեկնաբանեք, ինչ էր սա։ Այս մասին կխոսեմ հաջորդ իմ տեսանյութին, զարմանալու է շատ։ Հիմա նայեք, մոմերը բոցավառվեցին, ամբողջությամբ այրվեցին, շատ տարօրինակ բոցավառվելով եւ ճտճտալով։ Ինչ սպասեք շարունակությանը, այլ առավել հետաքրքիր, աստիճանաբար մոտենում ենք իրական հարսանիքի արարողության օրվանը։ Կհանդիպենք հաջորդ երկրորդ մասում։